Բարև ձեզ, ես Գառնիկ Գազանջյանն եմ, 19 տարեկան եմ և մոտավորապես 1 ամիս առաջ ավարտել եմ ավագ դպրոցը։ Պատրաստում եմ ուսումը շարունակել Շվեդիայում, այն նպատակով, որ վերջում կդառնամ ինժեներ։ Ես որոշեցի մարզվել ՈՄԱ-ում այն նպատակով, որ ավելի շատ գիտելիքներ ձեր կարողանամ բերել ինքնապաշտպանության մասին, որտեվ դա ինձ միշտ շատ է հետաքրքրել և որպեսզի կարողանամ իմ ուժը գործադրել նաև դրա մեջ, քանի որ ես բավականին սպորտասեր եմ, ներկա պահին զբաղվում եմ մարմնամարզությամբ, բայց դա ինձ պետք չի գալու, եթե ես չունեմ ճիշտ գիտելիքները այն կիրառելու և ամենաճիշտ ձևը այն սովորելու, դա գալ և ՈՄԱ-ում մարզվելն էր։ Ամենահետաքրքիր փորձությունը, կարծում եմ դա շատ հայտնի է բոլորի մոտ, դա ալպինիզմն էր, թեթև վախ ունեմ բարձրություններից, բայց առաջին անգամից հետո դա շատ հեշտ կարողացա հաղթահարել, իմանալով, որ իմ կողքին կային շատ հմուտ հրահանգիչներ, ովքեր ինձ ճիշտ ձևով ուղղորդեցին և առաջին անգամից հետո արդեն ես չունեի ոչ մի խնդիր։ Երկրորդը երևի առաջին բուժօգնությունը, քանի որ շատ լավ չեմ կարողանում տանել բաց վերքերի տեսարանները, բայց դասերից հետո ես գիտակցելով կարևորությունը արդեն կողմ ես դնում քո վախերը և շատ հեշտ կարողանում ես հաղթահարել դրանք։ Ես ընտրել եմ ՈՄԱ-ն, քանի որ ես համամիտ եմ նրանց գաղափարախոսության հետ։ ՈՄԱ-ն միշտ իմ մեջ շատ բարձր է պահում հայրենասիրության ոգին և միշտ շարունակելու է դա անել։ Ես այստեղ ծանոթացել եմ շատ մարդկանց հետ, ովքեր ինձ իրոք օգնել են զգամ հենց իմ երկրում, երբ ուրիշ ոչ միտեղ ես չեմ կարողացել գտնել այն շունչը, որը ես ման եմ եկել։ Դրա համար շատ շնորհակալ եմ, որ ՈՄԱ-ն գոյություն ունի։ Մենք պետք է մասնակցենք դասընթացներին, քանի որ պարտք ենք ինքներս մեզ, մեր հարազատներին և մեր երկրին։ ՈՄԱ-ում դասերի ժամանակ մեր հրահանգիչները մեզ դասավանդում էին ամենահասանելի ձևով և կարծում եմ չարժի բաց թողել այնպիսի հնարավորություն, որը քեզ սովորեցնում է ինքնապաշտպանություն և պաշտպանել քո կողքիներին և քո հայրենիքին։